Ողջույն բոլորին եւ բարի գալուստ մեր ալիք։ Այսօր ձեզ համար պատրաստել ենք Ելենա Արշակյանի «Տաքսիստը» հեռուստասերիալի հերթական, ծայրահեղլարված էմոցիոնալ ցնցումներով, հոգեբանական ծանրագույն շերտերով եւ պարզապես ճակատագրական զարգացումներով լի վերլուծական թողարկումը։ Իրադարձություններն այնպիսի խճճված, դաժան ու անկանխատեսելի ընթացք են ստացել, որ հերոսների կյանքում վայրկյան անգամ հանգիստ չկա, իսկ թյուրիմացություններն ու սխալ որոշումները հասնում են պայթյունավտանգ գագաթնակետի։ Ինչպես միշտ, մեր վերլուծությունը կներկայացնենք մեկ ամբողջական էմոցիոնալ հոսքով, որպեսզի դուք կարողանաք լիովին ընկղմվել այս դրամատիկ պատմության մեջ։ Ամեն ինչ սկսվում է մի հեռախոսազանգից, որը գլխի վայր շրջում է Հարութի կյանքը։ Նրա մայրը խուճապի մատնված ու շփոթված զանգահարում է որդուն Անաբա եւ հայտնում, որ Սեդան անսպասելիորեն վերադարձել է Հայաստան, եղել է իրենց տանը եւ գտնվում էր ծայրահեղ վատ հոգեվիճակում։ Բայց ամենասարսափելին մոր հաջորդ խոսքերն են։ Նա պատմում է, որ Սեդան ուղղակիորեն մեղադրում է Հարութին իր դեմ կատարված բռնաբարության մեջ եւ այդ մասին խոսում է կատարյալ վստահությամբ։ Լսելով այս աբսուրդային ու սարսափելի մեղադրանքը, Հարութը հայտնվում է կատարյալ շոկի մեջ։ Նա, ով պատրաստ էր իր կյանքը զոհել հանուն Սեդայի, չի կարողանում հավատալ, որ սիրելի աղջիկն իր մասին նման հրեշավոր բան է մտածում։ Հարութն անմիջապես անջատում է հեռախոսն ու առաջին իսկ չվերթով սլանում է Հայաստան, հասկանալու համար այս ողբերգական թյուրիմացության պատճառը։ Տուն հասնելուն պես մայրը նրան է փոխանցում այն չարաբաստիկ թասբեհը, որը Սեդան թողել էր որպես իր մեղադրանքի անխոս ապացույց, ասելով, որ Հարութն ամեն բան կհասկանա։ Եվ Հարութն իսկապես հասկանում է։ Նա ճանաչում է այդ իրը եւ գիտակցում, թե ինչու է Սեդան նման սարսափելի եզրահանգման եկել։ Առանց վայրկյան կորցնելու նա վերցնում է թասբեհն ու շտապում Մինասի տուն։ Դարպասների դիմաց նրա ճանապարհը կտրում է Սյուզին։ Երբ Հարութը պահանջում է անմիջապես կանչել Սեդային, Սյուզին փորձում է վախեցնել նրան, սպառնալով, որ եթե նախորդ անգամ լռել էր, ապա այս անգամ անպայման կպատմի Մինասին նրա ներխուժման մասին։ Բայց Հարութն այնքան վճռական է ու զայրացած, որ նրան բացարձակապես չեն հետաքրքրում Սյուզիի սպառնալիքներն ու Մինասի հնարավոր արձագանքը։ Նրա միակ նպատակը Սեդային գտնելն ու արդարանալն է։ Մինչ Հարութը պայքարում է իր սիրո եւ արժանապատվության համար, մյուս ճակատում շարունակվում են Մանեի դիվային խաղերը։ Նվերը, ով չի կարողանում հասկանալ, թե ինչու էր Սեդան իրենից պահանջում ասել Մանեի տանտեղը, գալիս է Մանեի մոտ պարզաբանումների։ Եվ այստեղ Մանեն հասցնում է իր հոգեբանական մանիպուլյատիվ հարվածը, որպեսզի վերջնականապես խելագարության հասցնի նվերին, նա բացում է բոլոր փակագծերը, հայտնելով, որ Սեդան եւ Հարութը միասին եղել են Անաբայում, որ Սեդան անձամբ է իրեն դա ասել վերադառնալուց հետո։ Լսելով այս խոսքերը, նվերը վերջնականապես կորցնում է ինքնատիրապետումն ու հունից դուրս է գալիս, գիտակցելով իր լիակատար պարտությունը։ Իսկ Մանեն իրեն հատուկ սադիստական բավականությամբ հոգու խորքում անսահման ուրախանում է, տեսնելով նվերի տառապանքն ու ագրեսիան։ Բայց սերիալի ամենաողբերգական ու ճակատագրական պահը դեռ առջևում է։ Սեդան, խեղդվելով իր իսկ կասկածներից, ցավից ու հիասթափությունից, կայացնում է ամենածանր որոշումը։ Նա ֆիզիկապես եւ հոգեպես հյուծված, անսահման անհանգիստ ու դողացող ձեռքերով գնում է ոստիկանություն։ Քննիչի առջև նստած Սեդան անում է այն խոստովանությունը, որը կործանելու է բոլորի կյանքը։ Նա պաշտոնապես հայտարարում է, որ Հարութն է իրեն բռնաբարել։ Սա վրեժի ու հուսահատության ճիչ է, որը հիմնված է ընդամենը մեկ թյուրիմացության, այդ անիծված թասբեհի վրա։ Արդյունքն իրեն երկար սպասեցնել չի տալիս։ Քիչ անց քննիչը բախում է Հարութի տան դուռը եւ անում այն հայտարարությունը, որը Հարութի համար հավասարազոր է մահվան դատավճռի։ Դուք ձերբակալված եք։ Շոկ, անարդարություն,
և կատարյալ հուսահատություն։ Ահա այն ամենը, ինչ զգում է Հարութը այդ պահին։ Այստեղ մենք ուզում ենք անել մեր վերլուծական կանխատեսումը։ Հարութի ձերբակալությունը ոչ թե նրա վերջն է, այլ իրական պայքարի սկիզբը։ Այն թզբեհը, որը դարձավ նրա կալանավորման պատճառը, իրականում դառնալու է այն գլխավոր բանալին, որով նա ապացուցելու է իր անմեղությունը։ Իսկ դուք ինչ եք կարծում, սիրելի հետևորդներ, կկարողանա արդյոք Հարութն արդարանալ և ապացուցել իր անմեղությունը, նախքան Սեդան վերջնականապես կկործանի իրենց սերը։ Անպայման գրեք ձեր վերլուծություններն ու կանխատեսումները մեկնաբանություններում։ Ես մեծ սիրով կկարդամ և կքննարկեմ դրանք ձեզ հետ։ Չմոռանաք հավանել այս տեսանյութն ու բաժանորդագրվել մեր ալիքին, առաջիկա ամենաթեժ զարգացումները բաց չթողնելու համար։ Կհանդիպենք շատ շուտով։